Եթերում հեռանկարն է։ Օրեր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված էին Անտալիայի դիվանագիտական ֆորումում։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին անդրադառնալիս Ադրբեջանը դարձյալ Հայաստանի սահմանադրության հարցը առաջ քաշեց։ Դեռ ավելին, խաղաղություն պահպանելու փոխարեն Ադրբեջանը սահմանին լարվածություն է առաջացնում։ Այս եւ դրան առնչվող հարցերը քննարկեն քաղաքական գործիչ դիվանագետ Արման Մելիքյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան, մեր հրավերը ընդունելու համար։ Մենք լսեցինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ասում են համաձայնեցված է խաղաղության պայմանագրի տեքստը, բայց ինչպես տեսնում ենք իրադարձությունները խոսում են այն մասին, որ խաղաղությունը այնքան էլ մոտ չէ, ստորագրումը նկատի ունեմ, արդյոք սա փակուղի է։ Տվյալ դեպքում այս ժամանակահատվածի համար առնվազն կարծում եմ մոտ 1 տարի է այս հարցում որևէ առաջընթաց չի գրանցվի, ճիշտ է կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի դրույթները, բայց Ադրբեջանի համար համաձայնագրի շրջանակից դուրս խնդիրներ կան, որոնք նախապայման են, դրանց լուծումը նախապայման է համաձայնագիրը ստորագրելու համար, որոնցից մեկը Հայաստանի սահմանադրական փոփոխություններն են։ Հայաստանի իշխանություններն էլ ասում են, այո, մենք պատրաստ ենք։ Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Ճիշտ է, մենք դա չենք կապում Ադրբեջանի պահանջների հետ, բայց այդ սահմանադրությունը պետք է փոփոխվի։ Բայց կարծում եմ, որ այդ սահմանադրական փոփոխությունների գործարկման փուլին այսօրվա իշխանությունը կհասնի միայն հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, եթե կարողանա պահպանել իր իշխող դիրքը։ Այսինքն մինչ այդ սահմանադրության հետ կապված փոփոխությունները կարծում եմ, որ իրատեսական չեն, ավելին գտնում եմ, որ վարչապետ Փաշինյանը հենց սահմանադրությունը փոխելու իր խոստման հետ է կապելու նաև կրկին իշխանության մնալու նախապայմանը։ Այսինքն դրա համար կստանա արտաքին աջակցություն։ Հիմա սահմանադրության մասին հայտարարությունները Ադրբեջանի արդյոք միակ նախապայմանն են։ Ի վերջո մենք տեսնում ենք նաև Մինսկի խմբի հետ կապվածը, թեև դա մենք ավելի ուշ կքննարկենք։ Արդյոք դա վերջն է, այդ նախապայմանները առաջադրելու։ Չեմ կարծում, որ վերջն է, բայց ինչ վերաբերում Մինսկի խմբին, ապա Մինսկի խումբը այն միակ միջազգային հարթակն են, ըստ էության, որը Արցախի հիմնախնդիրը կենթանի է պահում արդեն իսկ իր գոյությամբ միայն։ Իսկն սա այն իրավական հիմքն է, որի վրա հետո այս խնդիրը վիճարկող նույն Արցախի ներկայացուցիչները կարող են վերակենդանացնել հարցը։ Բայց իհարկե Հայաստանը արդեն ասել է, որ Արցախի ինքնալուծարման ճակերտավոր այդ դեպքից հետո Արցախի խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգից դուրս է մնացել։ Այսինքն Հայաստանի գործող իշխանությունները այսպես թե այնպես չեն ցանկանում այս խնդրին անդրադառնալ, թեև նախապայման են անում, որ Մինսկի խմբի լուծարմանը կողմ կլինեն, եթե համաձայնագիրը միջպետական ստորագրվի եւ նաեւ սահմանները հաստատվեն երկու կողմերից, այդ դեպքում Մինսկի խմբի գոյությունը ըստ պաշտոնական Երևանի եւս անիմաստ է լինելու։ Բայց կարծում եմ մարդիկ իրենց օրվա հոգսերով են ավելի շատ ապրում եւ շատ առաջ նայելու ոչ ցանկություն, ոչ ժամանակ, ոչ կարողություն ունեն։ Դրա համար ունենք այն ինչ ունենք եւ սա այսօրվա խնդիր չէ։ Սա վաղուց խնդիր է միգուցե անգամ 2 տասնամյակի առնվազն։ Իսկական որտեղ է եղել սխալը, որ այդ խնդիրը եկել հասել է այսօրվան։ Ինչպես պիտի լիներ ընթացքը, որպեսզի այսօրվան նման իրավիճակ չստեղծվեր։ Դրա համար Արցախի միջազգային սուբյեկտայնության ուղղությամբ անհրաժեշտ էր քայլեր ձեռնարկել, անհրաժեշտ էր նաև թարմացնել սեփական բանակցային օրակարգը, չհասնելով մադրիդյան սկզբունքներին։ Այդ հնարավորությունը կար, առաջարկները եղել են, գոնե ամենայն դեպս ես եւ իմ աջակիցներս ելնում ենք նրանից, որ պատերազմի արդյունքում առաջին արցախյան պատերազմի արդյունքում ճիշտ է բռնի, բայց տեղի ունեցել տարածքների եւ բնակչության փոխանակում եւ մարդկանց պետք չի կարելի նորից ենթարկել նոր տանջանքների, այսինքն մարդիկ, ովքեր որ հեռացել են Արցախի վերահսկողության տակ անցած տարածքներից
նրանց կարող է վերապահվել այն ունեցվածքը եւ գույքը, որ թողել են Ադրբեջանի հայերը, Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում եւ այլուր, եւ դրա փոխարեն, որպես իրենց կորուստների մասնակի փոխհատուցում, ստանային Արցախում համապատասխան հողատարածքներ, որոնք կուզեին կապրեին այդտեղ, չէ, կվաճառեին, ամեն դեպքում դա կլիներ իրենց իրավունքը, իսկ Արցախի պետականությունն էլ կլիներ այդ մարդկանց իրավունքների պաշտպանության երաշխավորը, բայց հայկական կողմերը նախընտրեցին շարժվել Մադրիդյան սկզբունքների ճանապարհով, իսկ այդ սկզբունքները Ադրբեջանին հնարավորություն տվեցին լրացուցիչ ժամանակ ձգել, զինվել եւ գործը փոխադրել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիայի տիրույթ եւ դրանով հարցը փակեցին, այսինքն դրանով քաղաքական եւ իրավական մակարդակում արդարացրեցին հետագայում խնդիրը իրենց օգտին ուժով լուծելու հարցը։ Պարոն Մելիքյան, եթե կային սեղանի վրա այդպիսի առաջարկներ, որն էր դրդում գնալ դեպի Մադրիդյան սկզբունքներ, որոնք կարող էին այդ փոխարինի իրավիճակը պետք է տակ Հայաստանի այն ժամանակվա իշխանություններին, Արցախի իշխանություններին, թեև իմ հրաժարականի պատճառը վերջին պաշտոնից հենց այն էր, որ Մադրիդյան սկզբունքների ճանապարհը ընտրվեց, որի հետ ես կտրականապես համաձայն չէի եւ նախընտրեցի մեր նախապատրաստած քաղաքական օրակարգը ներկայացնել նախագահական առաջին 2008 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Որքանով է Ադրբեջանից եւ Հայաստանից կախված ընդհանրապես Մինսկի խմբի լուծարման հարցը։ Դե Հայաստանի վարչապետին դա հետաքրքիր չէ։ Կարևորը որ այս դեպքում կկատարվի Ադրբեջանի առաջադրած պահանջը։ Այսինքն այստեղ այսպես թեթև քաղաքական խաղիկ է տրվում։ Իհարկե դա կախված չէ Հայաստանից եւ Ադրբեջանից, Հայաստանի եւ Ադրբեջանի խոսքը միգուցե լսեն, բայց այն որոշիչ չի լինելու։ Ի վերջո եղել է եւ կա նաեւ քանի կա Մինսկի խումբը կա Արցախի գործոնը եւ այստեղ Արցախի ձայնն էլ ինչ որ ձևով կարող է լսելի դառնալ, եթե իհարկե Արցախի քաղաքական վերնախավ դեռևս չդարձած նախկին չինովնիկությունը փորձի այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր կատարել։ Գործնականում Մինսկի խումբը կարծես թե չի գործում արդեն երկար ժամանակ եւ 44-օրյա պատերազմից հետո, երբ Ռուսաստանը առաջնորդությունը ըստ էության վերցրեց այստեղ, մի կողմ թողեց Մինսկի խմբի այդ համանախագահության ձևաչափը։ Էլ չեմ ասում, որ Ուկրաինայի պատերազմից հետո ընդհանրապես նրանք չշփվեցին։ Հիմա այդ պայմաններում ըստ էության գոյություն չունի։ Հիմա պահպանել կամ չպահպանելը ինչ իմաստ ունի։ Մինսկի խմբի գոյությունը Արցախի խնդրի գոյության իրականությունը ապահովող գործոն է։ Այդքանով անկախ այդ Մինսկի խմբի համանախագահների կամքից Մինսկի խմբի գոյությունը Արցախի խնդրի գոյությունն է ապահովում քաղաքական եւ իրավական հարթություններում։ Դա է պատճառը, որ Ադրբեջանը կարճած է այդ մտքից, որ ամեն դեպքում Մինսկի խումբը լուծարվի։ Այո, որովհետև միջազգային այդ միակ հարթակը, որը ապահովում է Արցախի խնդրի իրավաքաղաքական գոյության հնարավորությունը, խանգարում է Ադրբեջանին իր սկսած գործը վերջին հասցնել։ Այսինքն անգամ Արցախի պետականության ֆիզիկական բնաջնջումը Արցախի տարածքում եւ բնակչության արտաքսումը Արցախի հարցը չփակեց։ Եվ սա Բաքվում գիտակցում են։ Դա է պատճառը, որ փորձում են արդեն Հայաստանի նաև միջոցով խնդիրը փակել, բայց այդ խնդիրը չի կարելի, հնարավոր չէ փակել։ Հնարավոր կլինի փակել, եթե լուծարվի ԵԱԿ-ն ինքը։ Որոշ ժամանակ առաջ Շվեյցարիայում ընդունվեց փաստաթուղթ, որտեղ արցախցիների վերադարձի իրավունքի մասին էր խոսվում։ Ֆրանսիան է պարբերաբար այդ մասին խոսում։ Այս ամենը բացի հայտարարություններից ուրիշ ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Առայժմ ոչ մի եւ անգամ այդ հայտարարությունները իրենց մեջ քաղաքական բաղադրյալ չեն պարունակում, որտեղ խոսքը մարդասիրական իրավունքի շրջանակներում է դիտարկվում, մարդու իրավունքների շրջանակներում է դիտարկվում իր հողում իր տանը ապրելու, բայց այդ հողի քաղաքական կարգավիճակի խնդիրը այդպիսով չի արծարծվում որևէ մեկի կողմից առայժմ։
եւ այն կդառնա դիտարկման առարկա միայն այն դեպքում, եթե Արցախի պետականությունը կենթանության նշույլներ դրսևորի։ Առայժմ այն կարծես թե մահացած է եւ Արցախի ինքնիշխանության փոքրիկ դրսևորումներ հասարակական մակարդակում են ի հայտ գալիս առայժմ։ Պետականությունը գերադասում է անշունչ սուտ մեռուկ ձևանալ, դուրս կգա այդ վիճակից թե չէ, չգիտեմ, բայց բոլոր դեպքերում այն բազմաթիվ սխալներն ու բացթողումները, որ տարիների ընթացքում կուտակվել են հենց Արցախյան պետականության գործունեության տիրույթում, այսօր վտարանդի արցախահայության առջև մեծագույն խնդիրներ են առաջացնում, նույն օրինակ կարգավիճակի առումով, որտեղ կարծես Հայաստանում լիարժեքորեն ինչ որ բան անելու, գույք ձեռք բերելու եւ այլն դրա համար կարծես թե նախապայման է Հայաստանի քաղաքացիության ձեռքբերումը, ինչը տարօրինակ է, որտեղ այդ մարդիկ ունեցել են Հայաստանի քաղաքացու նմուշի փաստաթուղթ, անձահաստատող իրենց ձեռքին, բայց այդ փաստաթուղթը անվավեր է ճանաչվում, փոխարենը առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Դեռևս 2005 թվականին կրկին իմ թիմի կողմից առաջարկվել է լիարժեք Արցախի քաղաքացիության մասին օրենք ընդունել եւ բնակչությանը ապահովել անձահաստատող փաստաթղթերով։ Դա այսօր այս խնդիրը ընդհանրապես կհաներ, որտեղ Արցախի պետականությունը այդ դեպքում կունենար իր անհատական կրողներին հանձինս այդ փաստաթղթերի տերերը։ Այն ժամանակ դա չարվեց։ Իդեպ էլի ուշ չի։ Եթե ուզում են վերակենդանանալ, կարող են նման բան անել։ Արցախը երկքաղաքացիության իրավունք է տալիս քաղաքացիներին, այսինքն այդ դեպքում ընդունելով Հայաստանի քաղաքացիությունը չեն կորցնի Արցախի քաղաքացիությունը, Հայաստանը եւս ճանաչում է երկքաղաքացիության իրավունքը, այսինքն քաղաքացիության տրամադրման դեպքում արցախցիներին պարտադիր չէր լինի պահանջել, որ նրանք հրաժարվեին իրենց Արցախի քաղաքացիությունից, այն էլ այն դեպքում, որ Արցախը ճանաչված չէ եւ ճանաչված չէ նաեւ Հայաստանի կողմից, բայց այդ ակտը ինքնին կրկին իրավաքաղաքական հետևանքներ ունեցող գործողություն կարող էր լինել այն ժամանակ եւ կլինի այսօր, եթե այն իրականացվի։ Իրականանալի է դա։ Կարող են բազմաթիվ մտքեր լինել, բայց իրականում դա հնարավոր է թե։ Իհարկե հնարավոր է, ոչ մի անհնար բան չկա այդտեղ։ Իհարկե հնարավոր է։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ազգային ժողովը ընդունի համապատասխան օրենքներ, հաստատի անձահաստատող փաստաթղթերի ձևաթղթերը եւ բաժանի դրանք քաղաքացիություն հայցող կամ սեփական քաղաքացիությունը վերահաստատող Արցախի քաղաքացիներին։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել երբևէ Արցախի Հանրապետությունը, նման պարագայում հնարավոր է նման քայլի գնալ եւ ել չեմ ասում երկքաղաքացիություն ունենալ։ Այո, հնարավոր է։ Արցախի քաղաքացու համար գոյություն կունենա ռեալ երկքաղաքացիություն, այսինքն Արցախի քաղաքացիությունն է իր եւ Հայաստանի քաղաքացիությունը, իսկ Հայաստանի համար Արցախի քաղաքացիությունը գոյություն պարզապես չի ունենա, որտեղ Արցախը ճանաչված չէ Հայաստանի կողմից։ Բայց քանի որ մենք խոսում ենք հենց Արցախի միջազգային եւ իրավական սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտության մասին, ուստի այդ դեպքում պարզապես Արցախը իր վերակենդանացման ուղղությամբ շատ կարևոր քայլ արած կլիներ պետության մակարդակում եւ քաղաքացու մակարդակում, որտեղ եթե քաղաքացին պահանջում է եւ իր կողմից պահանջված է նման փաստաթուղթ, հետեւաբար կա նաեւ քաղաքական սուբյեկտայնության վերակենդանացման խնդիր, անկախ նրանից այսօր Արցախցին իր հայրենի օջախում է թե ոչ։ Հիմա ըստ էության դուք հետևում եք նաև արցախցիների վերջին օրերի ակցիաներին։ Ձեր կարծիքը ինչպիսին է։ Այնտեղ առաջադրվում են տարբեր պահանջներ, որոնք են իրականանալի, որոնք իրատեսական չեն։ Ես ճիշտն ասած չկա պահանջ, որը իրագործելի չէ։ Ոչ խնդիրն այն է, թե համատեքստում այս պահին։ Ոչ խնդիրն այն է, թե ինչ գին պետք է վճարվի դրա համար եւ որ պահին։ Այն որ այդ մարդիկ ամեն ինչ կորցրել են, դա փաստ է։ Այն որ այդ մարդկանց դժբախտության վրա
ով ասես ինչ քաղաքական դիվիդենդ ասես չփորձեց վաստակել, դա էլ է փաստ։ Եվ դեռ փորձելու են վաստակել։ Հետևաբար անհրաժեշտ է միմյանցից տարանջատել այն մանր քաղաքական շահերը, որոնք վերաբերում են անձերին կամ փոքրիկ քաղաքական խմբավորումներին, այն շատ ավելի ընդգրկուն շահերից, որոնք վերաբերում են շարքային մարդկանց եւ քաղաքացիներին։ Եվ այստեղից ելնելով պետք է մտածել ինչպես ապահովել այն, որ այդ մարդիկ պահպանեն Հայաստանում մնալու իրենց ցանկությունը, որովհետեւ անելանելի սոցիալական պայմանները դրդելու են նրանց արտագաղթի եւ նրանցից շատերը արդեն իսկ հեռացել են Հայաստանից, բայց դա դեռ քրիտիկական զանգվածը չէ։ Պետք է վերացնել ատելության խոսքը, որը փոխադարձ ատելության։ Իսկ դա արդեն վերնախավերի խնդիրն է, որտեղ այդ ատելության խոսքը գեներացնում են առաջնորդները ճակերտավոր։ Բայց դրա համար պետք է առաջնորդները գան ինչ-որ ընդհանուր հայտարարի, իսկ դա շատ քիչ հավանական է, որտեղ առաջնորդները իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումներում տարբեր ուղղություններով են նայում, կամ առնվազն մրցակից են եւ հետեւաբար այդ տեսանկյունից Հայաստանի բուն շահերից ելնելով գործելու կարծես թե ընդունակ չեն։ Նրանք պարզապես իրենց կողմնորոշումն են համարում Հայաստանի համար միակ բարիքը եւ պարտադրում են այդ բարիքը բոլոր մնացածներին։ Եվ դա ամեն դեպքում է այդպես, այսինքն կապ չունի դա իշխանություն է թե ընդդիմություն, եւ այստեղ է որ գալիս ենք ամենակարևորին։ Մեր քաղաքական մոտեցումները պետք է հիմնված լինեն մասնագիտական մշակումների վրա, ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի կամ թիմի արտաքին քաղաքական նախապատվություններին կամ նրան թե որ կողմից են իրենք ժամանակին կամ հիմա մինչև գումարներ ստանում եւ իրենց բարեկեցությունը դրանով ապահովում։ Այնինչ խոսում ենք միայն մեր շրջանակում չի մնում եւ այստեղ տարածաշրջանում շահագրգռություն ունեն տարբեր ուժեր, այդ թվում Թուրքիան, որը 44-օրյա պատերազմով ավելի մեծ ազդեցություն ունեցավ։ Հիմա Թուրքիայի հետ հարաբերությունների քննարկումը եւս ընթանում է զուգահեռաբար։ Թուրքիան կարող է ազդել Ադրբեջանի վրա, թե ի վերջո Ադրբեջանն է շարունակում ազդել Թուրքիայի գործողությունների վրա։ Ճիշտ ասած, երկուսի վրա էլ ազդողներ կան։ Այսինքն այդ առումով իրենք եւս իրենցից ավելի հզորների ազդեցության հաղորդիչներն են։ Բայց օրինակ Ադրբեջան-Թուրքիա տարբերակում Թուրքիան կարծես ավելի բարյացակամ է վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, բայց խնդիրը բարդում է Ադրբեջանի վրա, այսինքն Ադրբեջանը ավելի կոշտ է, Թուրքիան ասում է դե դուք պետք է Ադրբեջանի պահանջները կատարեք, որ ես իմ մեծ ցանկությունը ձեր հետ բարեկամանալու իրականություն դարձնեմ։ Եվ բացեմ սահմանները, զարգացնենք տնտեսական հարաբերությունները, նվազի ռազմական հարձակման վտանգը թե Ադրբեջանի կողմից, թե Թուրքիայի կողմից եւ այլն եւ այլն։ Այսինքն ամեն ինչ այնքան փոխկապակցված է, փոխկապակցության մեջ է դրված, որ այս ամենից կարծում եմ, որ գործող իշխանությունը գլուխ անել չի կարողանա մի շատ կարևոր պատճառով։ Իրական որոշում կայացնողների հետ նրանք գործ ունենալու հնարավորություն չունեն։ Իսկ այդ որոշումները ըստ էության կայացվում են ոչ Անկարայում, ոչ էլ Բաքվում։ Ես նկատի ունեմ գլոբալ մակարդակին վերաբերող որոշումները եւ այդ գլոբալ որոշումները իրենց պրոյեկցիան ունեն մեր տարածաշրջանում եւ կոնկրետ Հայաստանի վրա։ Եվ հիմա, երբ օրինակ խոսում ենք կոմունիկացիաների բացման անհրաժեշտության մասին, իրականում մենք ականատես ենք մի բանի։ Նույն ռուս-ուկրաինական պատերազմը հանգեցրել է օրինակ Չինաստանի Արևմտյան Եվրոպայի հետ ցամաքային կոմունիկացիաների ընդհատմանը, իսկ ցամաքային տրանզիտի 90%-ը Ռուսաստանի տարածքով էր գնում մինչ պատերազմը։ Հիմա ոչ մի երաշխիք չկա, որ նույն շահագրգռվածությամբ կամ Կենտրոնական Ասիայում կամ Հայաստան, Ադրբեջան, Իրան սահմանագլխին նոր արգելափակող այդ ճանապարհները, արգելափակող հակամարտություն չի ծնվելու։ Ընդ որում կարող են լինել մարտավարական տարբերություններ, այսինքն կարող է հակամարտությունը ծնվել հենց բուն, օրինակ Չինաստան, Ղազախստան կամ Չինաստան, Qırğızstan սահմանին,
Ղազախստանում թեև ավելի հավանական է, որտեղ այնտեղ երկաթուղի կա։ Մյուս տարբերակը Հարավային Կովկասն ու Իրանն է, որում Իրանը այսօր շատ մեծ ճնշման տակ է եւ կարծում եմ, որ առաջնահերթություն է։ Իսկն Իրանում կարող է իրավիճակը ներսից էլ պայթեցվել եւ այդ պայթեցումը աջակցվի նաեւ արտաքին կատալիզատոր ռազմական կոնֆլիկտներով, որոնցից մեկը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերսկսումը։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը քաղաքական գործիչ դիվանագետ Արման Մելիքյանն էր։